Բարի օր, այսօր Լուսենը առողջամասնությունը համարվում է ցուցադրական լուսին, ամսի 9 և 18 օրեկան է լուսինը, շատ հետաքրքիր, շատ իմ համար այնքան հետաքրքիր օր է, այնքան կարևոր օր է լուսինը 18 օրեկան, այնքան մեծ ինֆորմացիա է պարունակում, եթե մի քիչ խորանաք ու լուրջ մտածեք, մանրակրկիտ կարդում եմ, որ շատ իր հասկանաք ինչ է իրանից ներկայացնում, երբ լուսինը 18 օրեկան է, և տեսեք ինչ հետաքրքիր է, լուսինը 18 օրեկան և լուսինը գտնվում է առողջամասնություն, որ ինքնստինքյան ցուցադրություն է տալիս, ու ով տրամադրություն չունի, թող երբ լուսինը լինում առողջ, ինչ-որ մի հետաքրքիր բան իր համար գնի, հագուստ կլինի, օծանելի կլինի, ինչ-որ մի բան անի, որ տրամադրությունը բարձրանա, նայի հայրուն տեսնենք ինչքան լավն է, դա տրամադրության բարձրացման համար է ասում, ծրագրեր չդնեք այսօր, որ չսխալվեք, միայն ուրախ շրջապատ կամ միայն ընտանիքի հետ, որտեղ առողջ ինքնստինքյան ընտանիքը ծնող հայր հասկացողությունը, զավակ որդի, ընտանիքի հետ ոչ մի հեղափոխական կոչեր չարվի ընդհանրապես, խորհրդանիշը Հայլինը, ասել եմ ամբողջ աշխարհածուր Հայլիների թագավորությունը և միակ ճիշտ դատավորն է, քարը սպիտակ ագաթն է, օպալն է, մանուշակագույն ամետիստն է, օրը բնորոշում է ձեր ներքին էությունը, այսօր բնությունը ինքն է մեր մտքերի և գործողությունների հայլին, արտացոլման նման մեր ներքին եսը բացահայտվում է, դրսից եթե հանկարծ ինչ-որ մեկը վիրավորում է կամ ինչ-որ վատ կարծիք անենում ձեր հանդեպ, մի վիրավորվեք, դա լավ է, այն առումով, որ դուք կճանաչեք տեսերքն է հնարավորությունը տալիս իրական ճանաչելու այդ մարդուն, նրանից հետո դուք կորոշեք շարունակեք այդ ընկերությունն անել, թե ոչ, քանի որ ասել եմ տարիները սկսվել են բացահայտումներ, դա երկար է տևելու, 2001 թվականից, 21 թվականից, դուք էլ այդ մարդուն եք բնորոշում, և որոշվում է հետագայի համար, նաև հակառակը, եթե այսօր երախտագիտության գովեստ լսում եք, դա նշան է, որ դուք սիրում եք աշխարհը, այս այն է շատ կարևորում, եթե այսօր որևիցե փոքրիկ անգամ գովեստ դուք լսեցիք, մի փոքրիկ անգամ, ուրեմն մտածեք, որ դուք աշխարհը շատ եք սիրում, աշխատն էլ ձեզ և շրջապատը և մարդիկ, հետաքրքիր է սա շատ, 18 օրեկանը ոչինչ պատահական չի լինում, յուրաքանչյուր մանրուքին ուշադրություն դարձրեք, եթե անգամ նկատել եք, որ ձեր հագուստի վրա կա ինչ-որ լաքա, համբերություն ձեր